2025 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը հենց այս հատվածում էին երկու անձ դարանակալել քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի Ռուստամ Ստեփանյանի հորը Ռոբերտ Ստեփանյանին։ Հնչել էր 12 կրակոց, ինչի հետևանքով օրեր անց հիվանդանոցում Ռոբերտ Ստեփանյանը մահացավ։ Իրավապահ համակարգը երեկ պաշտոնապես հայտնեց, որ մեկ անձ ձերբակալվել է։ Ով է նա, առայժմ լռում են։ Սակայն շենքի բակի բնակիչները չնայած հրաժարվում էին տեսախցիկի առաջ մեզ հետ զրուցել, նշում էին, որ երկու անձանց ըստ էության տեսել են, լսել են, որ մեկը փախել է կրակոցից հետո այս ուղղությամբ, իսկ մյուսը փախել է հենց այս ուղղությամբ։ Փաստացի այս պահին ձերբակալված է մեկ անձ։ Ով կամ ինչու պետք է սպաներ քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի հորը Ռոբերտ Ստեփանյանին։ Ամրու լրատվականի հասած լուրերի նախնական տվյալներով քրեական հեղինակության հորը սպանելու համար գործադրվել է 2 զենք։ Արդյոք սպանության փորձը կապ ունի 1 տարի առաջ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի ֆազի սպանության հետ, որի համար որպես կազմակերպիչ մեղադրյալի աթոռին է Չաղ Ռուստամը Ռուստամ Ստեփանյանը եւ այժմ գտնվում է ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։ Հուսանք կպարզի քննությունը։ Փաստը մեկ բան, մինչ օրս Սերգեյ Գրիգորյանի ֆազի հարազատների հնարավոր մասնակցության մասին որևէ տեղեկատվություն չկա եւ որևէ տվյալներ առհասարակ ձեռք չեն բերվել։ Սակայն սպանությունից 8 օր անց ներքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ Կոմիտասի Պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր տրամաչափերի հրաձեններով կրակոցներ է արձակել Toyota ավտոմեքենայի ուղղությամբ եւ դիմել փախուստի, ինչի հետևանքով Ռոբերտ Ստեփանյանը մարմնի տարբեր հատվածներում ստանալով հրաձենային վնասվածքներ մահացել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի 45-ամյա բնակիչը Ռոբերտ Ստեփանյանի ավտոմեքենայում գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել մայրաքաղաքի 41-ամյա բնակչին։ 41-ամյա տղամարդը իր մոտ պահվող ապօրինի զենքերից կրակոցներ է արձակել Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ, ինչից հետո 41-ամյա եւ 45-ամյա տղամարդիկ դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։ Երևանի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Եվ այսպես Ամրու լրատվականը դեպքից 8 օր անց Կոմիտաս 44 հասցեում է։ Կոմիտասի 44 հասցեում արտասովոր լռություն է։ Շենքի բնակիչների շատերը վախեցան խոսել դեպքի մասին, նշելով, որ կատարվածից ապշել են, մտածել են տոնական հրավառություն է, սակայն հետո պարզում են մարդ են սպանել։ Մտածեցիք սայլուտներ են։ Դրա բանը սայլուտներով ինչ շուտ են սկսել, բայց հետո նոր իմացա, որ ցավոք սայլուտ չի։ Բաքուն ձյան մեջ թաղված հողաթափեր, դեպքի վայրում դերևս իրավապահների կողմից սահմանազատված ժապավեններ, իսկ հա սպանված Ռոբերտ Ստեփանյանի տան դռները փակ են եւ դեպքից հետո բնակարանում որևէ մեկը չի ապրում։ Դու կարող ես Ռոբերտ Ստեփանյանի տունը իմանաք։ Ես երկար ժամանակ չէ, որ ստեղ ապրում եմ ու շատ մարդկանց չեմ ճանաչում, էլի։ Ճիշտն ասած։ Ամբողջ շենքի բակի հատվածը տեսախցիկներ են։ Չունի, բայց կոնկրետ ես ոչ մի բան չգիտեմ Ազի ջան։ Տեղյակ չեմ ոչ մի բանից։ Մենք ընդհանրապես աշխատողից ամեն հետևի բուտիկն է։ Կրակոցները չէիք լսել դեպքի։ մենք ստեղ չենք եղել։ Ռոբերտ Ստեփանյանին ճանաչում եք։ Ռոբերտ Ստեփանյանին ճանաչում եք։ Որ սպանել են։ Հա, չէ, ճիշտն ասած, մեր կողքի պատեզում եմ ապրում, բայց մենք ամսի 28-ից դաչանում ենք եղել։ Չէ, ես կոնկրետ ստեղ չեմ եղել պատկերացրել։ Ո՞նց ճանաչում եք պարոն Ստեփանյանին։ Դες կան էլի գնալ գալու տեսել եմ, բայց այդպես կոնկրետ իր հետ շփում չեմ։ Իր հայրիկն է այստեղ ապրում։ Թե ինքն է անձամբ։ Ես էդ չեմ հավատացել։ Ես ամբողջ ասացիք մեջնով տեղյակ եղավ այդպես։ Տեսախցիկները ձեզանից չեն եկել, չեն ապրել։ Դեն կողմն է։ Հա, դների կրակոցի ձայները չեք լսել։ Կրակոցի ձայնը։ Դեկտեմբերի 31-ին որ այստեղ մարդիկ սպանել։ Մեր զալը են կողմնաստեր, մեր սպանյաներն են։ Լսել եմ եղվից, ասենք ոսոր բոլորը։ Նորություններից բանից, որ դստեղ ոչ միջադեպ է տեղի ունեցել։ Գիտականում թե ինչ է եղել, աստված գիտի։ Ձեր բակում են աղմկարուց կրակոցը, որ եղավ։ Տեղակ չեք։ Ձայն բան չէիք լսել դուք։ Չենք եղել։
Տանը չեք եղել, հա։ Բայց ճանաչում էիք, հա, Ռոբերտ Ստեփանյանին։ Այս դիմացի շենքն ապրում, հա։ Արմնու լրատվականին հասած տեղեկությունների համաձայն այս պահի դրությամբ իրավապահ համակարգը փնտրում է 45-ամյա մի տղամարդու, որը անձամբ է Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ կրակող անձին տեղեկություններ փոխանցել, թե Ռոբերտ Ստեփանյանը որտեղ է գտնվում եւ այս պահին ինչ գործողություններ է իրականացնում։ Մեզ հայտնի է կատարողների ինքնությունները, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին այն չենք հայտնում, քանի որ կատարողներից մեկը դեռևս հայտնաբերված չէ, իսկ հասարակության գործով ձերբակալված 41-ամյա տղամարդու եւ նրա հարազատների անվտանգությունն ապահովելու համար իրավապահ համակարգը խիստ հսկողություն է սահմանել հնարավոր վենդետան կանխելու համար։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի հոր Ռոբերտ Ստեփանյանի մասին տեղեկատվություն փոխանցողին փնտրում են։